Պարոն Տեր-Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ, որ թեմայից կսկսեք, այսպես իրականում ոնց որ ամփոփում ենք շաբաթը։ Այո, շնորհակալություն հարգելի Մարիամ, թերևս սկսեմ հետևյալ թեմայից, երբ ուրեմն կրթությունը նորաձև է շարժման, այսպես հա, գլխավոր հերոսուհին անցած շաբաթ, ուրեմն թե այս շաբաթ էր, երբ հրավիրել էր Մամլո Ասուլիս։ Հավանաբար, երբ ասում էր կրթությունը նորաձև է եւ սովորեցնում էր մարդկանց, որ պետք է կրթվենք եւ հարստանանք, ուրեմն դրա ջատագովն էր նաև ուրեմն Աբգարի հայրը, ցավոք սրտի, հա, հերոսի հայրը Գեգամ Նազարյանը։ Ես չգիտեմ իրենք ինչպես են քնում եւ արթնանում, ես չգիտեմ իրենք ինչ են մտածում, ես անկեղծ եմ ասում, չեմ կարող էլի պատկերացնել նույնիսկ ամենավատ ձևով ինչ է տեղի ունենում իրենց ուղեղի մեջ, բայց թերևս անդրադառնամ ուրեմն նախտիկնոջ մի երկու հայտարարության։ Ուրեմն տեսեք, երբ նրան հարցրեցին Սոնա Մնացականյանի սպանության հետ կապված անմիջապես դարձավ ագրեսիվ եւ ասաց ես չեմ պատասխանելու այդ հարցին, դա իմ իրավասությունը չի։ Հիմա լսիր այ աղջիկ, բա այդ որ հավաքել է իր մի 2-3 տարի առաջ ծնողներին զոհված եւ անամոթաբար կանգնեցիր եւ հայտարարեցիր, որ մենք 11000 դասալիք ենք ունեցել, սա քո իրավասության մեջ էր մտնում։ Այդ դու գերշտաբի պետ էիր, պաշտպանության նախարար էիր, պաշտպանության նախարարության խոսնակ էիր, ես չգիտեմ դու ինչ ռազմական ոլորտի պաշտոն էիր զբաղեցնում, թե դու հանձնաժողովի նախագահ էիր 44 օրյա, որ դու նման հայտարարություն էիր անում։ Փաստորեն քո իրավասության մեջ մտնում է հայրին ստորացնելը, քո իրավասության մեջ մտնում է այս ձեր տարած ոճիրը ձեր վրայից գցել, հա, այսպես անդադ պատրվակ գտնել, բայց ահա երբ հարց է ուղղվում քո պարտնյորի հետ կապված, այտենց էլ չհասկացանք, հա, պարտնյորը տեր ինչը տեր ամեն դեպքում, դու հրաժարվում ես դա պատասխանելուց։ Երկրորդը սպառնում ես լրագրողներին, քո գոլեգաներին, ասում ես հետևյալը, թե իմ սահմանադրական իրավունքները խախտում եք, ես ձեզ դատի կտամ, չգիտեմ, այնտեղ վախեցնում ես իմ իրավաբանական, չգիտեմ, փաստաբանների խումբը, դու արդեն նույնիսկ փաստաբանների խումբ ունես, հա, իսկ մի քանի շաբաթ առաջ ասում ես, որ ոչինչ չունես եւ գնում ես ուրեմն վարչապետի առանձնատնից, չգիտեմ, թողնելով այնտեղ, հա, չգիտեմ, գումարներ, ոսկեղեն եւ այլն։ Բա հիմա մի հատ հարց եմ քեզ տալիս, երբ ամիսներ առաջ դու հոգեվորականներին գրում էիր մանկապիղծ, դու ինչ իրավունքով էիր դա գրում, այդ որ իրավունքով էր, քեզով էր այդ իրավունքը տվել, որ դու հոգեվորականին ասեիր մանկապիղծ, բա դու չտրորեցիր այն սահմանադրական իրավունքը, երբ որ դու մյուսներին անվանում էիր ոչիլ, երբ որ դու ծաղրում էիր զոհվածի ծնողներին, սպառնում էիր իրենց, թե կտեսնեք, բա դու չէիր մտածում, որ դու ոտնահարում էիր այլոց իրավունքները, թե ձեզ ամեն ինչ կարելի է, դուք իրավունք ունեք եւ սահմանադրություն, եւ միջազգային օրենքներ, ամեն ինչ տրորելու, հա, այս ինչ մի հատ լավ բանի եք էլի հասել, այսպես տիտղոսի, դարձել եք երևի այն բան էլի, սուլթանից էլ ավելի լկտի, որ ձեզ ինչ ուզեք կարող եք թույլ տալ եւ ցինիկաբար ժպտալ, դե ձեր նմաններն են, չէ՞, բա հիմա երբ որ Գեգամ Նազարյանի նման ինչ որ մեկը, այն էլ էլի քո գոլեգային Անի Գրիգորյանին նման վիրավորանք է ասում, այո, անբարոյական, մի հատ հայհոյում է, մի հատ էլ սպառնում է, որ օգոստոսի 2-ին դատի կտա, բա հիմա դու ինչ որ բան ունես ասելու, անի չկա, դու ինչ որ բան չունես ասելու, բա երբ որ դուք օր ու գիշեր ցանկացած տեղ, ցանկացած պահի, դուք եկեղեցում նույնիսկ անչափած երեխա իրավունքները ոտնահարեցիք դպրոցական, բա ձեզ դա կարելի է, իսկ դու Գեգամ Նազարյան, այդ որ ոչ թե դու քո դեմքը պատրել ես, դու երևի միշտ այդպես ես եղել, շատ ցավալի է ասել, սարսափելի ցավալի է ասել, երբ որ քո նմանը օգտվեց այս պատերազմից, ինչպես եւ մյուսները, եւ իրենք պաշտոն ձեռք բերեցին եւ հղպացան, եւ փողը ոչ թե կուրացրեց նրանց, այլ փողը եւ լափը եղել է նրանց իդեալը։ Ես շատ ցավում եմ, սարսափելի ցավում եմ, որ տղաները զոհվեցին եւ ճակատում էին, մի վարքյան անգամ չկասկածելով, որ մենք թիկունք ենք պահում, բայց նույնիսկ իրենց մտքով չէր անցնում, որ այդ թիկունք վաճառողները հենց իրենց տանից պետք է լինեն։ Ես անկեղծ եմ ասում, չեմ կարող հիմա ամոթանքի այնպիսի բառ գտնել, որպեսզի ասեմ այդ մարդուն, բայց թող բոլորը անընդհատ դնեն եւ նա հիշի, ինչպես էր ընդամենը պատերազմից հետո առավոտից երեկո գոռում, որ Նիկոլը խլեց ինձանից իմ Աբգարին։ Իսկ հիմա դու տրորելով եւ պղծելով այդ ամենը եւ քո ասածը քո Նիկոլի նման, որ առավոտյան ուրիշ բան եք ասում, կեսօրին ուրիշ, երեկոյան ուրիշ, ձեր երազի մեջ ուրիշ բան, հաջորդ օրը ձեր ասածները հերքում եք։ Դա սարսափելի է, իրոք սարսափելի է, եւ դու քեզ թույլ ես տալիս ուրեմն կնոջ ասելու անբարոյական, հայհոյելու եւ ասելու կդատեմ օգոստոսի 2-ից հետո։ Եթե դու այդքան ճիշտ ես, եթե դու գտնում ես, որ դու իրավական
բան, հա, օրենքի շրջանակում ես գործում։ Հիմա ինչու դատի չես տալիս։ Էդի չեք պայմանավորվել ձեր սիրելի թուրքերի հետ, որ բոլորդ սպասում եք նրան, որպեսզի մեզ հայորդիներիս օգոստոսի 2-ից հետո սկսեք դատի տալ։ Ձեզ թվում է, որ դուք հաղթելու եք ընտրություններում, ոչ, որքան էլ որ կեղծեք, դա ձեզ չի ստացվելու։ Անցնեմ թերևս առաջ, Մարիամ ջան, նույն կապված է տիկնոջ հետ, ուրեմն ամենուր պաստառներ եմ տեսնում, որտեղ որ գրած է կրթվեք եւ հարստացեք։ Ուրեմն ես չգիտեմ, այստեղ սա զավեշտի ժանրից է, ողբերգության, կատակերգության, ես չգիտեմ, թե սա լրիվ նոր ժանր է, որպեսզի հասկանամ։ Աղջիկ ջան, դու եւ քո ամուսինը կրթություն չունեիք, թերի կրթություն ունեիք։ Եվ մենք շատ լավ հիշում ենք ձեր պատերի վիճակը, ձեր սատանական նկարները, քո գզգզած մազերը, ձեր վրայի քրջու փալասը։ Շատ լավ հիշում ենք, թե ինչ տեսք ունեիք դուք։ Ինչպես նաև լավ հիշում ենք, որ Արաբաթ Միրզոյանը ուրեմն նույնիսկ փոշեկուլը գնել էր ապառիկով։ Ու այդ ժամանակ Արաբաթ Միրզոյանը, երբ որ աշխատում էր ազգային ժողով որպես падգամավոր, ինքը կրթություն ուներ արդեն։ Այդ ինչպես էր լինում, որ դուք այդ ժամանակ աղքատ էիք, մեկ էլ հանկարծ մի քանի տարի հետո դուք այսպես լող եք տալիս փողերի մեջ, գնում եք Բրազիլիա, Աֆրիկա, եսին որ երկրներ, չգիտեմ ինչ հաճույքներ եք վայելում, բա այդ ինչից էր, կրթվեցիք, հարստացաք, թե դուք ընդհանրապես թալանեցիք բյուջեն, ընդ որում նաև լավ ֆինանսավորվելով թուրքերի կողմից։ Էսում եք եկեք ձեռ առնում, հա։ Ձեզ թվում է, որ ձեր նման մի երկուսին, այդ ինչա, մի երկու անամոթ կնոջ, որ գցել եք ձեր ետևից, այն քարտեզներն էլ դոշերին խփած ընկել են հետևից եւ ծափ են տալի խզոր վարչապետ, ձեզ թվում է թե ազգը դա կուլ է տվել, ոչ կուլ չի տվել։ Ես ասել եմ եւ նորից կասեմ, պատասխան եք տալու, բոլորդ միասին դուք պատասխան եք տալու եւ ձեր այդ հայատյացությունը, որ դուք ամեն վարքյան օգտագործում եք, դա լինի էկրանի դիմաց, դե ես պատկերացնում թե էկրանից այն կողմ ինչ եք մտածում եւ ինչեր եք ասում մեր հասցեին։ Մենք շատ լավ գիտենք եւ դուք իրոք պատասխան եք տալու։ Մենք տեսանք, որ նաեւ ուրեմն խունտան արդեն բացեի բաց խոսում է ուրեմն բոլոր մեր արժեքներից, նույնիսկ մեր Սուրբ Լեռան Արարատից հրաժարվելու համար։ Ուրեմն Արարատ ուրացողներ, ես չեմ զարմանա, որ հանկարծ մեկ էլ մի ադրբեջանական կամ թուրքական պատվիրակություն գա, ձեռքը բռնած, ինչպես էս մեկին էի կարել։ Ուրեմն գնաք պատմության թանգարան, մտնեք պատմության թանգարան եւ ասեք, մեր պաշտելի սիրելի Էրդողան, Ալիև, ինչու ոչ Սաֆարով։ Նայեք, տեսեք, օրինակ ինչն է ձեզ խանգարում, այստեղից մենք հեռացնենք։ Ասենք օրինակ ձեզ խանգարում է, որ պատկերասրահում կամ այդտեղ դրված է ուրեմն Սարյանի Հայաստան նկարը, որտեղ նկարել է Սիսն ու Մասիսը Վայոց ձորի Խաչիկ գյուղից։ Եթե դա ձեզ խանգարում է, մենք այն կվերացնենք, ինչպես նաև մենք Խաչիկ գյուղից սկսած մինչև Խորվիրապ, Խորվիրապից մինչև Չարենցի կամար, մինչև ես չգիտեմ Կասկադ, համ ծառ կտնկենք, համ պատ կշարենք, մի հատ էլ երկնքից սև արագույց կկախենք, որպեսզի ոչ մեկ Մասիսը չտեսնի։ Ես չեմ զարմանա ձեր դեպքում։ Ձեր նման թուրքահիվանդ ֆանատներից ամեն ինչ սпасելի է, որովհետև ձեր իդեալը դա լափն է եւ պաշտոնին մնալը։ Ես ամենևին չեմ զարմանա, բայց կներեք ես շատ լավ գիտեմ, որ մեր մեծը Նժդեհն ինչ է մեզ պարգևել, ասում եմ Մասիսն է դայակը հայի հոգու։ Ես ամեն առավոտ նայել եմ Մասիսին եւ գիտեմ, որ Մասիսը ինձ եւ մնացած հայորդիներին կանչել եւ կանչում է, որ ես շղթայված եմ, պետք է գաք ինձ ազատագրելու եւ դա լինելու է։ Բա հիմա մի հատ էլ հարց եմ տալիս այս ձեր նմաններին։ Բացի Հայաստանից, իմ ծննդավայր Արարատից, Արարատ գյուղից, Արարատ քաղաքից, Արարատ մարզից, ինչպես նաև շատ այլ երկրներում, օրինակ Պրահայում նույնպես կա Արարատ ռեստորան, բայց աշխարհում կա նաև Արարատ անունով քաղաքներ, օրինակ Ավստրալիայում 1840-ականներին է, եթե չեմ սխալվում, կառուցվել, ընդ որում Արարատ լեռան պատվին։ Երկու քաղաք կա Ռուսաստանում այդպես, Նիդերլանդներում կա, Հարավային Ամերիկայում կա, մի քանի քաղաքներ կա նաև Ամերիկայի մի քանի նահանգներում, Արարատ անունով քաղաքներ։ Բա հիմա ինչ եք անելու։ Բա այս ո՞նց է որ ձեր Էրդողանի եւ Ալիևի հետ մի հատ բողոք դիմում չեք գրել, ուղարկել մինչեւ Ավստրալիա, Ավստրալիայից Հարավային Ամերիկա, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնություն եւ Ամերիկա պահանջելով, որպիսի հեռացնեն Արարատ անունը։ Դուք գոնե ամոթ ունեք, լավ ձեր մեջ մեկը չկա, գոնե մեկը, դուք հետ մեկը տեղ ծնող չունեք մյուսները, որ դες գոնե մեկ րոպեով ամոթանք տա, ասի, էս ինչ եք անում տղերք։
Էս ինչ եք անում։ Մի հատ էլ ընդ գող, չգիտեմ, այն աղջիկ է նախարարը ինչա, ոչ էլ ինձ ընդհանրապես հետաքրքիր դրա դիդարը չեմ ուզում ես տեսնել, մի հատ էլ ընդ ուրախացած, շատ գող, էլի բան, հա, ամեն շաբաթ պարտադիր ծրագրով առաջ ենք գնում, որպեսզի Թուրքը եւ ազերին տեսնի, ինչպես են իրենց ուրեմն ծրագրերը կետ առկետ իրագործվում Հայաստանում։ Հետո էլ մեղադրում եք ընդդիմությանն, ասելով թե ընդդիմությունն է անում։ Դուք ինքներդ բերում եք թուրքական օրակարգ, դուք այդ օրակարգը մասսայականացնում եք, հանրայնացնում եք, հետո սկսում եք կպնել ընդդիմությանը։ Ուրեմն գնացել էր նորից մեր այս, հա, խումբը գնացել էր մանկապարտեզ բացելու։ Այնքան էլ ուրախ երջանիկ, սա խոսում է իր նորից մանկական տրավմաների մասին, եւ մարդը, որ մանկապարտեզ չի գնացել կամ գնացել է մանկապարտեզ, չգիտեմ, շատ վատ պայմաններում, ես չգիտեմ, նորմալ մանկություն չի ունեցել, դրա համար էլ տեսնում եք, որ սա նաեւ արտահայտում է, որ անդադ գնում են մանկապարտեզ, հետո էլ դե երեխա ինչ է, այդտեղ փոքր երեխաներ են, երեխան ինչ է հասկանում, մեկը խաղում է, նու այնտեղ սկսում են երեխաների հետ ինչ-որ այսպես, հա, կապիկություն անել եւ դրանով ուզում են բարձրացնել իրենց իմիջը։ Ախր շատ հասկանում եք, այնքան պրիմիտիվ, որ ես նույնիսկ չգիտեմ էլի, նորից եմ ասում, ինչ բառով համապատասխան նկարագրեմ, որ դա երևա։ Հիշեցնեմ քեզ Փաշողլի եւ նաեւ այն մնացածները, որ օր ու գիշեր ընկել եք Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի, նաեւ մյուս ընդդիմադիրների, բայց հատկապես այս երկու գործիչների ետևից։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամենաշատն է վերանորոգվել եւ կառուցվել դպրոցները Հայաստանում։ Ընդ որում 131 դպրոց։ Ես էլ չեմ խոսում ամբուլատորիաների մասին, համայնքներ կային, որ ընդհանրապես չունեն։ Ես կոնկրետ խոսում եմ Արարատ գյուղի մասին, որտեղ ամբուլատորիայի հին շենքը մինչև հիմա կա սարսափելի վիճակում էր եւ գնացեք նորը տեսեք, որը կառուցվել է լրիվ 0-ից կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Գնացեք տեսեք, դուք որևէ մեկը ընդհանրապես հարգելի լսարան եւ այլն։ Դուք տեսել եք, որ Ռոբերտ Քոչարյանը իր խմբի, նու այդ ժամանակվա կառավարության անդամների հետ գնար, այնտեղ չգիտեմ նկարվեր, բան եմ սարքել, մանկապարտեզ եմ վերանորոգել, ամբուլատորիա եմ վերանորոգել եւ այլն։ Որևէ մեկը նման բան տեսել է, պետական այրը, պետական գործիչ իրեն նման բան թույլ չի տալիս։ Ոչ մի անգամ նա չի կարող նման բան թույլ տալ։ Ու քանի որ դուք այնքան ցածր եք եւ դուք ուզում եք դրանով իբրև թե ձեր իմիջը բարձրացնեք, շատ լավ իմանալով, որ ինչ վիճակում եք դուք հիմա գտնվում, միևնույն է չի անցնելու, որովհետև ժողովուրդը շատ լավ հասկանում է ինչ է նշանակում գործադիր մարմին եւ գիտի թե գործադիր մարմին ինչ է պարտավոր անել։ Ռոբերտ Քոչարյանը լինելով պետական գործիչ, շատ լավ գիտեր ինչ է նշանակում, որ ինքը վարչապետ է եւ նախագահ է, գործադիր մարմին է, գործադիր մարմնի ֆունկցիան որն է եւ կատարում էր ֆունկցիան։ Հա քեզ հիշեցնեմ, շատ կարեւոր երկու այլ ֆունկցիա էր կատարում։ Մենք ունենք արտաքին շատ լավ դիվանագիտություն, ինչպես նաեւ անվտանգ սահմաններ։ Այդպիսին է լինում, ուրեմն գործադիր մարմինը եւ ոչ միայն։ Ուրեմն անցնեմ հարգելի Մայրամ, այս ազերուն, որ բերել էին, հա, Հայաստան, այսպես գաղտնի, չգիտեմ, դե պարզ է, հա, բերել էին արդեն հավանաբար, այսպես արդեն տեղում կոնկրետ հրահանգներ ստանալու համար։ Նորից եմ ասում, զարմանալու ոչինչ չկա։ Փաստորեն ժեղտեսար չէ, ով էր քո վարչապետը, քո սրտի վարչապետը, այդ քո սրտի հզոր վարչապետ թագավորը որ կա, այդ որ մի երկու ալկաշնգած փողոցները ծափեք տալիս։ Ձեր այդ սրտի վարչապետը այդ ազերին էր, այդ բերել էին ստե, որ հեսա 300,000 էր բերել Հայաստան։ 2 տարի հետո այդ 300,000-ը դառնա 600,000, եթե ոչ 1 միլիոն։ Եվ արդեն շատ հանգիստ ընտրեն օրինակի համար Ռամիլ Սաֆարովին։ Ես չեմ էլ զարմանալ, դες շատ կուրախանակ, չէ՞, բայց Ռամիլ Սաֆարովը գալու է կացնով, ձեզ ասեմ։ Այն կացնով, որ մեր ժամանակին դեռևս հուշում էր մեր մեծն Թումանյանը, այս սարն իմն է, այս ծառն իմն է։ Դա հենց այնպես գրված չէր եւ շատ վերլուծողներ ասում են, որ դա գրվել է այն ժամանակ, երբ Սյունիքը 3 ձագերի մասին է, չէ՞, մենք գիտենք, Սյունիքը, Արցախը եւ Նախիջևանը վտանգի տակ էին գտնվում եւ ահա փրկվեց Սյունիքը։ Այսինքն նույնիսկ մեր մեծերը մեզ զգուշացնում են, բայց դուք ես չգիտեմ, այսինչ սինդրոմ է, որ դուք դարձել եք կացին սիրող։ Բա որ եկել էր, բան չի չբերեցիր մի հատ այդ վարչաբենդով գնայք համերգ տայք ու դառնիկ խփեիք հրապարակում, օրինակ հավաքեիք Արտուրի Իվետայի Արամ Գարիկների նման են, ինչա, աղանդավոր հավաքեիք դրանց, այն անասնակեր էիք բերել, հիշում եք, հաստատ կունենաք դրանցից, շախ տայք, այդ ձեր այդ ազերու հետ էլ երկեիք ջուջալարım,
Այ իսկը լրիվ կլիներ ձեր բանը գլուխ գործոցը լրիվ տեղը տեղին մաքուր համ կզվարճանայք համ ընդեղից կուրախանային համ ստեղից կուրախանային այ անամոթներ դուք նորից եմ ասում էլի ես չգիտեմ ինչ դաստիարակություն եք ստացել որտեղից եք սերել բայց նույնիսկ թշնամին այն ամենադաժան մարդը հավանաբար երբեմն իրեն հարց է տալիս ինքը իրեն հարցնում է ինչու այսպես կամ գուցե սխալ է ձեր մոտ դա էլ չկա որովհետև ձեր մոտ բացի կենթանական բնազդից ոչ մի ուրեմն գիտակցություն բանականություն տրամաբանություն չի գործում դե նորից եմ ասում դուք դա կանեիք եւ ահա այս անամոթները որը որ հատկապես իվետա կոչվածը հիշում եք որ մի երկու ամիս առաջ էր կարծեմ նորից համերգ էր ասում էր կամ գուցե ամիսներ առաջ ասում էր ես միակ արվեստագետն եմ որ ինձ կանչել է վարչապետը ուրեմն բանը ելույթ ունենալու Այ հիմար, տո այ տկլոր հավ, տո դու ինչ արվեստագետ, աղջիկ ջան, դու երբևէ վերցրել ես օրինակ արվեստի բառարան, փիլիսոփայության բառարան, հայերեն բացատրական բառարան, ես չգիտեմ Գերմանիայից ես գերմաներենով բառարան եւ կարդացել ես թե ինչ է նշանակում արվեստ։ Արվեստին բնորոշող երկու բառ կա, որ ցանկացած բառարան բացես դու կտեսնես։ Դրա անունն է գեղեցիկ եւ ստեղծագործող։ Եվ դու քեզ թվում է, որ ընդհանրապես կատարող, որտեղ պատտվում ես, երգում ես այ, չգիտեմ ինչ, դու պոզայի մեջ ես եւ ինչ գործընթացի մեջ եւ քեզ թվում է, որ դա արվեստ է, հա։ Քեզ ինչ որ մեկը համոզել է որ դու ստեղծագործող ես, դու ընդհանրապես կատարող ես։ Եվ բանը դա գեղեցիկ է ներկայացնում։ Հիմա մոդա է, չէ՞, ձեր նմանները կներեք հետույքները բացել են եւ գոռում են եւ իրենց թվում է որ եթե իրենք ինչքան շատ տկլորանան, այնքան շատ ավելի լավ։ Էհա ձեր նման անուղեղների համար լավ։ Արվեստագետը, այ հիմար, այ անգրագետ, դա Օֆելիա Համբարձումյանն էր եւ իր նման կանայք, որ մինչեւ հիմա դուք չեք գտնի մեկ մարդ մեկ հոգի Հայաստանում եւ Հայաստանից դուրս որտեղ տիկինը աշխարհի բոլոր ծայրերում համերգ է տվել այդ աստվածային տիկինը եւ մեկը որ հանկարծ Օֆելիա Համբարձումյանի մասին ինչ որ բան ասի այն նա է արվեստագետը ես շատ անուններ չտամ թե չէ դու դրել ես արվեստագետ մեկ էլ արվեստագետ են Արամ Էմփեթրի եւ Գարիկներն էին բա գնայք մի քիչ հումոր անեիք այս ձեր այդ ինչա այս ձեր ազիկին որ եկել էր ուրախացնեիք գիտեք այ հենց ամբողջ սխալն է եւ որ նախկինում նմաններին եթերներ են տրամադրել ու այս նմանները այս ռաբիզները փչացրել են հասարակությանը իրենց պրիմիտիվ հումորով եւ պրիմիտիվ հաղորդումներով որտեղ որ ոչ մի բովանդակություն չկա միայն կա հիմար հռոց որտեղ դու նայում ես 5 րոպե 10 րոպե 15 րոպե ուզում ես հասկանալ ես ինչի վրա են իրենց բերանը բացել այ հենց իրենք ստեղծեցին այս ինչ այս պրիմիտիվ բաները հումորային ծրագրերը ընդ որում ասեմ սրանք 60 70 80-ական թվականներին սա նաև վերաբերում են Հայկոյին որտեղ որ այդ ամերիկյան պրիմիտիվ ֆիլմերը թարգմանում էին եւ հումորները դե մարդիկ հո ասենք ոչ բոլորը գիտեն դրա մասին թարգմանում էին եւ իբրև թե հայկականացնում էին եւ այսպես դուք բան հա շակերտավոր ասած մշակույթ եք տարածում ես չգիտեմ բայց հուսամ որ ձեր նմանները այլևս ոչ մի այսպես ինչա տեղ չեն ունենալու որովհետեւ ձեր նման կատարողները թող գնան իրենց համար ինչ որ գիշերային ակումբներում կատարեն բայց եթե տրամադրել եւ ճաշակ որ թելադրեն դուք այլևս գործ չունեք որովհետեւ հայկական բարձր մշակույթի մասին դեռևս խոսել են հազարամյակներ եւ ուրեմն Ծագումով անգլիացի դու հայտնի որպես ամերիկացի Էրնեստ Հյութոնը ով լուրջ ուսումնասիրություն արել մարդաբանության մեջ հրաշալի նկարագրում է ասում է հայերն իրավունք ունեն դեռ հələ իրենց չեն ճանաչում էլի այդքան էլ լավ չեն իրենց ճանաչում հպարտանալու իրենց մշակույթը որովհետեւ նրանք դրա իրավունք ունեն բայց դու մեր մշակույթի եւ մեր հզոր պատմության հետ քո նմանները Արտուրիկի նմաններն ու աղանդավորները ոչ մի կապ չունեք դուք գրոշի մեռած եք ով ձեզ գրոշ շպրտի կգնաք այնտեղ ծափ կտակ ողորմելիներ ինչպես նաեւ են մգեր կոչվածը թե բանը լուծողական խմեք այ տղա ջան նորից եմ ասում դու բոլորը քեզ ծաղրում են որ դու պուպսիկի նման վազում ես այստեղ այնտեղ Եվ հիմա մտածում ես, որ սրանք մնալու են իշխանության, դու նորից գալու ես ինչ-որ համերգներ տաս, ոչ ձեր դարաշրջանն ավարտվեց, այնպես որ պատրաստեք ձեր ճամպրուկները, այ կգնաք ձեր համար, չգիտեմ որտեղա, Թուրքիա, այնտեղ բաներ կան, գիշերային ակումբներ կան, կգնաք այնտեղ ելույթներ կունենաք եւ այդ ինչա
կգոհացնեք ձեր իսկական հանդիսատեսին, Հայաստանում տեղ չունեք։ Ես շատ ցավում եմ տեսնելով, երբ ապրիլի 24-ից եւ 25-ի լույս առավոտ դեռ ծաղիկներ էին տանում Ծիծեռնակաբերդ։ Սա խենթանալի է, նույնիսկ ես չգիտեմ այս ցավը ինչպես արտահայտել։ Իսկ ահա սրանք կազմակերպեցին քաղաքացու օր։ Լկտիաբար, դե բնականաբար նաեւ դիտմամբ, որ մենք շատ ուրախ ենք եւ երջանիկ ենք։ Ինչպես Սևակը սկասեր, ով կուրանա, զույգ աչքով թող քորանա։ Եվ իրոք նզովյալ լինեք դուք, երիցս նզովյալ լինեք, որ դուք ձեր ստամոքսա պաշտային այս վարքով դուք ուզում եք ջրել մի ամբողջ հսկայական մշակույթ եւ պատմություն։ Ընդ որում եկել էին այնտեղ մարդիկ, այսպես թոշակառուներ, ասում եմ մենք էլ գիտեինք անվճար էր, լուրջ եք ասում, բայց այս 10,000 դրամ էին տվել, որ 200 գրամանոց ստեյկը 7-6,000 դրամով ծախեն ձեր վրա։ Կերակ ժողովուրդ ջան, բայց դուք չգիտեք, որ անվճար պանիրը միայն թակարդում է լինում։ Բա մի հատ էլ այդպես թակարդ ձեր խզոր վարչապետը պատրաստել է ձեր համար։ Դա կոչվում է թուրքական խաղաղություն։ Այդ խաղաղությունը, երբ որ Սաֆարովներին բերեք այստեղ շատացնեք եւ Սաֆարովները կացնով ման գան, այն ժամանակ ձեզ կասեն, որովհետև թուրքը խաղաղություն չգիտի, թուրքը միայն մի բան գիտի, նույնիսկ իր չծնված լակոտին, իր շան լակոտին, իր օծի ճուտին սովորեցնում է, դու հզոր մարդ կլինես, եթե կյանքում գոնե մեկ անգամ դու հայ մորթես։ Այդ թակարդը շատ գեղեցիկ ձևով փաթեթավորած պատրաստել են ձեր համար, այս պերաշկի ուտողները, եւ ձեր նմաններն էլ ուրախացել են։ Հիմա հասկացաք, որ դա քաղաքացու օր չի, դա քաղաքացու թալանի օր է։ Դա ոչ թե հպարտ քաղաքացու, այլ խեղճ ու կրակ, մսին կարոտ քաղաքացու օր է։ Լավ ծիծաղեցի ձեր վրա, եկաք հասակ այնտեղ եւ թողեցի գնացիք։ Իսկ երեկոյան անամոթաբար հավաքվել եք, թե այնտեղ բան եք անում, հա, համերգ եք տալիս, համաշխարհային աստղեր են եկել։ Կենթանին, որ կենթանի է, կենթանիների տեսակներ կան, որ երբ իրենց տեսակին մեկի վրա ուզում է հարձակվել գիշատիչը, իրենք խումբ են կազմում, որ փրկեն դրան։ Ասենք օրինակ աֆրիկյան գոմեշը, բուֆալո, երբ առյուծը հարձակվում է նրանցից ինչ-որ մեկի վրա, նրանք անմիջապես շրջան են կազմում, իրենց պոզերը դուրս, որպեսզի հարված են առյուծին եւ փրկեն իրենց տեսակին։ Դուք այդ գոմեշի չափել չկաք։ Ես հասկանում եմ, որ ձեր լափով դուք գոմեշի բնազդն ունեք, բայց ձեր այդ պաշտպանական բնազդով, որ ձեր տեսակին պիտի պաշտպանեք, դուք նույնիսկ այդ կենթանուց եք ցածր։ Դուք կենթանուց ավելի վատ կենթանի եք։ Այդ կարգի եք դուք եւ գիտեք ցավս որն է, որ եկել եք այնտեղ նորից կանգնել են այնտեղ ինչ որ երգում են եւ այլն ուրախանում են դրանց վրա, սիրելի երիտասարդություն, ուսանողներ, դուք հեռացել եք հայ գրականությունից, որովհետեւ եթե դուք մոտիկ լինեիք հայ գրականությանը, կիմանայիք թե Շիրազս ինչ էր ասում եւ խորքում որքան մարգարիտներ կան, որոնց փառքը միշտ փրփուրն է խլում։ Այս փրփուր խլած իվետաները եւ մնացածները, որ եկել էին այդտեղ համերգ տալու, դուք էլ այնտեղ կանգնած ծափ եք տալի, բայց ես գիտեմ, որ մեծամասամբ այնտեղ հայեր չեն եղել, ամեն դեպքում եւ հրճվում էիք դրա վրա։ Եվս մեկ ստեղծագործություն կա արծիվն ու ակլորը, երբ վերջում Շիրազն ասում է ամեն գրող չէ, որ բանաստեղծ է եւ ամեն թռչուն չէ, որ արծիվ է, այնպես որ իվետաներ, արտուրիկներ եւ այլն, ամեն կատարող չէ, որ երգիչ է եւ ամեն սպորտսմեն չէ, որ մարդ է, որովհետեւ մարդ պետք է լինեք, այն էլ հայ մարդ, բայց դա ձեզանից շատ հեռու է։ Ընդ որում հրապարակ թերթը, եթե չեմ սխալվում, հենց ամսի 25-ին թե 26-ին տեղեկացրեց դրա մասին, որ ուրեմն Վրաստանից եկող սահմանի մոտ մեծ մարդկանց մեծ հոսք է եղել եւ պատճառն այն է, որ ուրեմն ազգությամբ ազերիները վրացական, չգիտեմ, ռուսական եւ այլ անձնագրերով եկել են Հայաստան։ Բա տեսեք այն ազերիները, որ ամեն տարի ամսի 24-ի օրը, լավ ես լսում, ժեղ, ամսի 24-ի օրը բոլոր կայքերում այս տարի նույնպես հրած տակը գրում էին, մեր սիրելի թիվը 1915 եւ 44-ն է, այդ ազերիները եկել էին, դեռ ցեղասպանության ծաղիկները չթառամած հրապարակում ծիծաղում էին ձեր վրա եւ ձեր հետ պարում էին։ Այդ տեսեք, թե դուք ինչ կարգի անամոթ եք, տեսեք, թե դուք ինչ կարգի բարոյազուրկ եք, որ մարդը, որը հրճվում է քո տեսակի մահվամբ, այն տեսակի, որը որ պահել է սահմանը, որ դու ես հողի վրա մնաս, ինքը եկել էր այստեղ, որպեսզի միանգամից բանը տեղում լավ ծիծաղեր ձեր վրա, ուրախանար ձեր հետ եւ ասեր, տենում եք այ հարիվներ, ձեզ ինչ օրն ենք դրել մեր բանը, Պաշտելի Նիկոլի հետ, այն Նիկոլի հետ, որը որ մեր ազգը համարում է իրեն հերոս եւ համարում է իր ամենամեծ գործակալը։ Այդ տեսեք, թե դուք ինչ ողորմելի վիճակում եք գտնվում։ Ու
շատ ցավալի է, երբ որ իրենք դեռ հայտարարում են, թե մենք ունենք այսքան հետևորդներ, բայց իրենց հետևորդները կամ մեծամասն ոստիկաններ են լինում, կամ պաշտոնյաներ, կամ էլ սահմանից բերում են այդ ինչա ազերիներին այլ անձնագրերով, որպեսզի ցույց տան, որ ունեն հետևորդներ։ Մենք դա շատ լավ տեսանք քաղաքացիորը, մենք տեսնում ենք այլ պատարակների ժամանակ, այնցի տարամի ասած 10,000 մարդ կգա իմ հետևից, բայց 10-ն էլ չկա, եւ ձեզ հիասթափեցնեմ, այլ տեսեք, որ երբ հատկապես երեք առաջատարներ ընդդիմությունից Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան եւ Գագիկ Ծառուկյան, երբ գնում են հանդիպելու մարդկանց, ընդ որում պաշտոն չունեն եւ ոչ էլ ունեն լծակներ։ Տեսեք ինքնաբուխ ինչքան մարդ է գալիս հանդիպելու։ Այս է հետևորդները։ Հետևորդն այն է, որ երբ որ առաջին անգամ ես Հայլի ակումբում հարցազրույց ունեցա 2024 թվականի մայիսին 269,000 հետևորդ էր, իսկ հիմա արդեն 417,000։ Այմացեք հետևորդը որն է։ Հետևություն արեք 21 թվականին երբ նորից պետք է արտահերտ ընտրություններ լիներ, ձեր այս ժեխապետը հայտարարում էր, թե մենք Շուշի ու Հադրութ ենք հետ բերելու եւ թե մենք Արցախ ենք հետ բերելու, Արցախի ինքնություն ենք ճանաչելու եւ այլն, եւ այսպիսով ձեզ կարողացավ խաբել, բայց արեց լրիվ հակառակը։ Հիմա տեսեք բացեի-բաց խոսում է, այն ժամանակ դա չէր ասում։ Հիմա բացեի-բաց հրաժարվում է Արարատից, բացեի-բաց հրաժարվում է Հայոց պատմությունից, ցեղասպանությունից, պահանջատիրությունից, ամեն ինչից հասկանալի է, թե մեզ ինչ կարող է սպասվել, բայց եթե դուք այսքանից հետո դուք փորձեք նորից գնալ ընտրել, այն մի խումբ կա, որ ասում է ձեռը ջարդվեր չընտրեի, եւ այս ձերես մի խումբը, որ ասում է ես նորից ընտրելու եմ, ասելու եք լեզուս կտրվեր, որ ես դա ասեցի։ Լեզուս չորանար, որ ես ասեցի, պետք է գնամ ընտրեմ։ Երբ որ բաց հայտարարում է, թե ինչ է սպասում Հայաստանին, եթե դուք փորձեք մասսայական գնալ եւ աջակցել մեկին, ով շատ հանգիստ ասում է, թե Թուրքի որ պահանջի եւ ինչպես է կատարելու, ինչպես են հանձնելու գյուղերը, ինչպես են բերելու լցնեն այստեղ, ինչպես է հանկարծ ազերիները գալու են եւ հիշեն իրենց նախկին դպրոցը եւ այն գյուղը, որտեղ որ ծնվել են։ Դե ոչինչ չէ, որ մենք Սասունից, Մուշից, Ալաշկերտից, այդպես մեր պապերը թողեցին եկան, Նախիջևանից եկան, Գանձակից եկան, հիմա Արցախից, այդ ոչինչ որ իրանք կարոտում են, ինչ անեք որ կարոտեն, թող չկարոտեն, բայց ահա ձեր սիրելիների համար դա պետք է տեղի ունենա եւ իմացեք, որ սա այդ ընտրությունը այս տղաների արյունը ձեր ձեռքի վրա է լինելու։ Ես խղճի մասին չեմ խոսում, որտեղ դուք խիղճ չունեք։ Եթե խիղճ ունենայք, դուք մինչև հիմա կհասկանայիք, թե ինչ է տեղի ունենում, բայց իմացեք, նորից եմ ասում, որ պատասխան եք տալու, պատասխանից չեք ուշանալու։ Հայոց պատմությունը այսպես որ նայում ենք, պատմության մեր դաժան էջերը, մեր ավերված կոթողներն ու վանքերը մեր աչքի առաջ անի հրաշագործ մայր տաճարը, որը որ ճարտարապետության գլուխ գործոց է, ինչպես նաև նկարագրել է արևելագետ, հայագետ Նիկողայոս Մարը եւ ոչ միայն մեր տղաների գերեզմանները, այսպես անտեր թողնված այդ լուր դաժան վկայությունն են այն ամենի, թե ինչ կարող է նաև տեղ ունենալ այստեղ։ Եվ դրա համար եմ ձեզ ասում, որ թափվել է պետք եւ ոչ թե ուրախանալ ինչ որ տոնի համար, գնալ փուչիկ բռնել կամ ներկած մանկապարտեզի պատի համար ծափ տալ, այլ պատմությունից հասկանալ եւ սովորել, թե ինչ է նշանակում սխալը երկրորդ անգամ չկրկնել, այսա դուք պետք է անեք, բայց նորից եմ ասում, ձեր ստամոքսապաշտությունը ցավոք սրտի երբեմն նաև ինձ անհանգստացնում է։ Ես անդրադառնամ մեր նորից եղբայր Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված, արդեն ուրեմն իրենց արտգործնախարարը հանդիպել է Օմանի ուրեմն սուլթանին, ինչպես նաև հանդիպում տեղ ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում։ Հիշում եք անցած շաբաթ օրը հարգելի հետևորդներ, երբ ես ասեցի, որ Մոսադը եւ նրա գործակալները կխփեն Թրամփին, որովհետեւ Թրամփը չի կատարում Իսրայելի ուզածը, որպեսզի նորից պատերազմ սկսի Իրանի դեմ, եթե թերահավատորեն եք վերաբերվում, ընդամենը 1 օր հետո Կիրակի օրը ճաշկերույթի ժամանակ Թրամփի նկատմամբ կատարվեց մահափորձ։ Բնականաբար անմիջապես իսրայելական բոլոր այսպես, բնորոշ է իրենց լրատվամիջոցները սկսեցին թե դա Պարսկաստանի արածն է, որպեսզի դրթեն նորից պատերազմ Իրանի դեմ, բայց դա չանցավ։ Եվ արաբական երկրները, որոնց ռազմաբազաներին Իրանը խփում էր, դուք տեսաք մի արաբական երկիր, որը դուրս գար Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ոչ դուրս չեկան։ Հիմա ձեզ մի բան ասեմ, կանցնի շատ քիչ ժամանակ, շնորհակալություն են հայտնելու ոչ միայն արաբական երկրները, այլև Եվրամիությունն ու Ամերիկան, որ դուք մեզ ազատեցիք սիոնիստական ստրկությունից եւ Ալի Խոմեյնիի արձանը տեղադրել են ամենուր։ Այս լավ հիշեք, որ սա տեղի է ունենալու, որովհետեւ միակ երկիրը, որը որ կարողացավ
պատժել իրենց, ընդ որում NBS News-ով անցած շաբաթ Ամերիկան հայտարարեց, որ Իրանն իրենց ավելի շատ վնաս է տվել, քան իրենք դրա մասին հայտարարում են։ Շնորհակալություն են հայտնելու չոք, որ Իրանը իրենց ազատեց սիոնիզմի ուրեմն ճիրաններից եւ մենք նույնպես շնորհակալություն ենք հայտնելու եւ հիմա, որովհետեւ մինչեւ հիմա, որ Զանգեզուրի միջանցքը չի տրվում եւ Թրամփի կոչված այս մահաբեր ուղին չի տրվում, դա առայժմ Իրանի եւ դեռ մեր գիտակից ժողովրդի պահանջի շնորհիվ է։ Ուրեմն Լեհաստանում չի դադարում հետեւյալ սկանդալը, որը հենց Լեհաստանի խորհրդարանում մի երկու շաբաթ առաջ Լեհ падգամավոր, որպեսզի ճիշտ ասեմ անունը, Կոնրադ Բերկովիչը ուրեմն ցուցադրեց Իսրայելի դրոշը վրան դրած նացիստական սվաստիկան, ասելով, որ ամբողջ Եվրոպան անտարբերության մեջ է։ Հիմա դուք բերում եք սրանց Հայաստան, որ սրանք ձեզ աջակցեն եւ դառնան ձեր երաշխավորը։ Երբ հենց եվրոպական երկրներում իրենք են ասում, որ իրենք անտարբեր են Պաղեստինի ցեղասպանության եւ ոչ միայն դրա նկատմամբ։ Ես թերևս մեջ բերեմ հրաշ դժողքի հետևյալ խոսքերը. Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ, քան մեր դարավոր ոսոխը, չհավատակ երբեք նրան։ Նա արյան եւ անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը։ Մեր հույսը պետք է դնել մեզ վրա։ Հիմա հասկացաք, հարգելիներս, երբ որ ես ասում եմ պետք է պատմությունից դասեր քաղենք, դա նրա համար չէ, որ 1-2-ս մի 2-3 գիրք ավել են կարդացել, այո, բայց դա նաև նրա համար է, երբ սեփական աչքով ենք տեսնում, թե ինչ է տեղի ունենում, ինչպես են իրենք զոհ դարձնում այլոց, որպեսզի կարողանան իրանց ուրեմն շահը առաջ տանել։ Դուք մոռացել եք, հիշեցնեմ նորից Լեռ Կամսար, կարդացեք համաշխարհային բժիշկը, կարդացեք Նիկողայոս Ադոնցի հայկական հարցի լուծման շուրջ գրքույկը, կարդացեք եւ տեսեք, թե Եվրոպայի երկստանդարտները մի մարդ, ով 1919 թվականին եղել է երկար տարիներ նաեւ Բելգիայում, ինչպես է քննադատում նրանց վարած քաղաքականությունը։ Իսկ դուք դեռ հույս ունեք, որ նրանք պետք է անեն։ Բայց եթե այդպես է, որ Եվրոպան շատ լավ ձեզ ուզում է գրկաբաց ուզում է ընդունել։ 1991 թվականից Թուրքիայի հետ ստորագրեց եւ մինչեւ անդամակցության պայմանագիրը, որովհետեւ 3 փուլից է որպեսզի դառնան Եվրամիության անդամ, եւ մինչեւ հիմա չի ստորագրում վերջինը, որպեսզի Թուրքիան դառնա լիիրավ անդամ։ Ընդ որում ամեն անգամ երբ նրանք հանդիպում են Թուրքիայի հետ, ինչպես նաեւ 25 թվականին այն Ուրսուլա կոչված Գեղտը Կոնստանդնուպոլսում ասաց, որ Թուրքիան տարածաշրջանում մեր գործընկերն է, բայց Թուրքիան ինչի՞ չեն դարձնում Եվրամիության անդամ։ Այդ ո՞նց եղավ, որ արագացված Բուլղարիան եւ Ռումինիային դարձրեցին, բայց բանին չեն դարձնում Թուրքիային։ Դուք չեք հասկանում ինչա տեղի ունենում։ Դուք չեք հասկանում, որ Եվրոպայի նպատակ ընդհանրապես Հայաստանը իր համար ճանապարհ սարքելն է եւ մեզ արանքից հանելը։ Դուք չեք հասկանում, որ երբ որ Եվրոպան լռում է այս ամենի նկատմամբ, ինչ բարձրախոս մեծ խոսում են մարդու իրավունքներից, պաշտպանությունից, ցեղասպանության կանխարգելումից, never again, այս իրենց բաները քարոզությունը որ անում են, իրենք շատ հանգիստ է նույնը կատարում են հիմա առանց որևէ խղճի խայթի։ Երբ Առաքելոց վանքում ուրեմն Թուրք Փաշան հանդիպեց Անդրանիկին, որտեղ բանակցություններ էին վարում եւ Անդրանիկին ասում էր ինչու չես նահանջում, չէ որ ասում էր դու ոչ մեկին չունես, ոչ մի դաշնակից չունես, ահա թե Անդրանիկն ինչ ասեց, որ իրենք ստեղծելու են անկախ նորից Հայաստան եւ օգնություն են ստանալու Եվրոպայից եւ Ռուսաստանից։ Եվ տեսեք ինչ է պատասխանում Թուրք Փաշան. դուք դարձյալ ձեր հույսը կապել եք Եվրոպայի հետ, չխրատվեցիք, Թուրքն է մեզ ասում։ Մենք Սուլթանի մարդիկ փորձառություն ունենք, որ Եվրոպան քրիստոնյաների համար խոսել գիտի միայն, բայց երբեք գործել։ Լավ եք լսում, երբեք գործել։ Սեփական աչքով տեսակ, չէ՞։ Հումանիստ Ֆրանսիան, որը ընդամենը օգնությունից բացի ուտելիք, մի քանի պարկ շոր եւ ուտելիք ուղարկելուց բացի նույնիսկ մեկ սանկցիա չկիրառեց Ազերիկի նկատմամբ, չարեց դե իրեն շրջապատն են, նավթ ու գազն են ստանում, որտեղից։ Մենք բոլոր հայերի աչքերը հանեցինք եւ նրանք ոչ մի ձայն չհանեցին։ Եվ ասում եմ ձեզ, երբ որ դուք գնացիք Անգլիայի թագավորի մոտ, Անգլիայի թագավորը ձեզ մի օրորոց տվեց եւ ուղարկեց Հայաստան։ Սա է հարգելիներս Եվրոպան, բայց դուք չեք խրատվում։ Եվ եւս մեկ թեմայի անդրադառնամ, ուրեմն պոլիտիկոն Եվ ամփոփել սահմանափակ ժամանակ է տալիս Zoom-ը, խնդրեմ։
Այո, պոլիտիկոն մի հրաշալի հոդված էր գրել, որտեղ անդրադարձել էր, որ ՆԱՏՕ-ն այլևս ՆԱՏՕ չէ եւ 5 պատճառ, թե ինչու ՆԱՏՕ-ն չի կարող կռվել Ռուսաստանի դեմ։ Այն ՆԱՏՕ-ն, որը երաշխավորում էր Ուկրաինային, մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում, եւ հիմա ձեզ ասեմ, առաջին պատճառը, ասում է զինամթերքը վերջանում է, օդում մենք առավելություն չունենք, թերի զինված նավատորմ, շարունակվող պառակտում ՆԱՏՕ-ի մեջ Իրանի հետ կապված եւ վերջում Ուկրաինան մեզ համար կարեւոր է։ Հասկանալի է, չէ՞, ինչի համար։ Ավելավը մենք փուրը տանք Ուկրաինային, թող այնտեղ ավիրեն, ջարդեն, մենք վճարենք, ինչի մեր քաղաքներն անեն։ Դուք սթափվեք ժողովուրդ ջան եւ հասկացեք, որ ուղղակի այսպես առաջ գնալ չի լինի։ Ես առանձին նաև կանդրադառնամ Նյու Յորքի քաղաքապետին մյուս անգամ արած հայտարարությանը, բայց սա շատ ավելի խորն է գնում, ով խոսեց հայոց ցեղասպանության եւ ուրեմն Արցախի մասին։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, դասեր քաղեք պատմությունից եւ հիշեք, որ մենք հունիսի 7-ին կարևոր գործ ունենք անելու, բայց կարևոր գործն է բռունցքվել, միասին դառնալ եւ այս թուրքական խունտային ուղակի մաքրել եւ թույլ չտալ, որպեսզի սրանք գան իշխանության, եթե իհարկե ուզում եք, որ Հայաստան մնա։ Այնպես որ հիշեք, որ միասին, հաստատ հիշեք, միասին մենք կարող ենք։ Լավ մնացեք։ Շնորհակալություն։